Բժշկական փաստաթղթերը ստացվեց։ Ես հիմա չեմ հրապարակի, բժշկական փաստաթղթերը ստացել ենք, նաև ուղարկել ենք օրինակները վերաքննիչ քրեական դատարան, քանի որ սպասվում է, որ դատարանը պետք է նաև այսօր կարծում եմ վարույթ ընդունելու մասին որոշում եւ որոշման հրապարակման օր պետք է նշանակի։ Մենք ակնկալում ենք, որ դատարանը գոնե թե բացառիկ հանգամանքները հաշվի առնելով շտապողականություն կդրսևորի։ Գրավոր է քննելու այսինքն։ Կարծում եմ այո։ Մենք չենք միջնորդել բանավորի, ոնց կորոշի դատարանը։ Որ չի կարելի նրան կալանք։ Ես չեմ ուզում հրապարակեմ բժշկական փաստաթղթերը ամեն դեպքում բժշկական դիագնոզի։ Մտահոգիչ։ Այո, մտահոգիչ։ Ուղղակի այդքան ոչ Դավիթը լավ չի շորժան։ Դավիթը լավ չի։ Որ չի կարելի կալանքի տակ պահել։ Կալանքի տակ պահելուն բժիշկը չի կարող հիմա ուղղակի դրան անդրադառնալ։ Կան հիվանդություններ, որոնք արդեն դա իրավական տիրույթ է, հա? Արդեն մենք օրենքով է կարգավորված։ Նախարարությունից ստացա արձագանք նրա։ Դեռ չենք ստացել։ Դեռ չենք ստացել, ինչ որ գործողություններ ընթացակարգային իրականացվում են, թե դրանք որքանով են արդյունավետ եւ ինչ կլինի հետագա պատկերը, լրացուցիչ ձեզ կասենք, որտեղ մենք դեռ սպասում ենք։ Մեր համար հիմա այս պահին առաջնայինը իր կյանքի եւ առողջության իրավունքն է։ Անդրեասյանը ասում էր մենք պատշաճ կքննարկենք եւ կարձագանքենք։ Դե սպասում ենք։ Արդյոք հրատապ այս խնդիրը այդպես պետք է քննարկվի։ Իհարկե ոչ։ Հրատապ կարգով։ Իհարկե ոչ, ուղղակի նայեք, պաշտպանական կողմը հիմա այս պահին կա առաջնային խնդիր եւ կա երկրորդային։ Հիմա այս պահին մեզ համար առաջնային խնդիրը դա իր կյանքի եւ առողջության խնդիրն է։ Այսինքն հետո կրթության իրավունքին կանդրադառնանք։ Հերթական ակցիան է, այս մեկից ինչ ակնկալիք ունեք, եթե նրանք արձագանք չեն ստացել, Տիկին Մարտիրոսյան։ Ես այս թողնում եմ ակցիան մենք չենք կազմակերպել, գիտեք, աղջիկներն են կազմակերպել, հենց ի սկզբանե հայտարարել են, որ ապա քաղաքական Ես հույս ունեմ, որ լսելի կդառնան, որ կլսեն, ի վերջո լսելի կդառնան։ Լսելին բացի, բայց կլինի, որ Դավիթին ընդհանրապես ազատ արձակեն հաշվի Հիմքերը առնելով իհարկե արկա են, այ թե կանեն, թե չեն անի, թողնենք իրենց։ Ես չեմ կարող ասել, դուք հասկանում եք, ասենք, եթե ինձ եք հարցնում, չէ, ես ի սկզբանե ասում եմ Դավիթը չպիտի կալանավորվեր, որովհետև չկար դրա հիմքերը։ Տիկին Մարտիրոսյան գլխավոր դատախազության ուղարկված նամակը անցած շաբաթ պատասխանում եք։ Չէ, չունենք դեռ։ Ընթացակարգային այնտեղ կարծեմ ուղարկել էին կենտրոն դատախազություն, դեռ որևէ պատասխան չունենք։ Բայց դուք ակնկալում եք Աննա Վարդապետյանի որոշումը, ճիշտ է։ Իհարկե, դիմել ենք իրեն։ Եվ Աննա Վարդապետյանը ուներ այդ իրավասությունը։ Բայց ուղարկել եք կենտրոնի դատախազություն։ Կարծեմ Արամինեն պատասխանել, ճիշտ ասած, ոնց որ ընթացակարգային, ասես քննարկման փուլում է։ Բայց ուղարկել է դատախազություն, որ այնտեղ ինչ անեն։ Քննարկեն պատասխանեն, դեռ չենք ստացել։ Ներողություն, որոշում չունենք։ Մարդու իրավունքների պաշտպանը եւս բարբերաբար անդրադառնում է այս թեմային եւ նշել էր վերջին անգամ, որ հենց իր միջամտությամբ է եղել եղել է որ Գրեք, ինչն է եղել իր միջամտությամբ, որ օրինակ վերցնենք, որ իր միջամտությամբ քննչական կոմիտեի դռները բացվեցին, մենք կարողացանք ներս մտնել, կամ իր միջամտությամբ եղավ, որ 1 ժամ 20 րոպե անց մենք կարողացանք բարձրանալ բերման ենթարկվողների մոտ։ Ես չեմ կարող եւ չեմ ցանկանում մեկնաբանել այդ հայտարարությունը, որովհետեւ իրականում ես այդպես չհասկացա, ինչ էր ինքը ուզում ասել։ Եթե միջամտությունը դա է, կներեք էլի։ Այդ այնքան բացահայտ էր, այդ օրը առաջին օրը հենց առաջին պահից ես բարձրաձայնել եմ անընդհատ այդ ահազանգերը, որ խնդրում եմ ապահովեք, դա անհապաղն է, որ մենք կարողանանք լինել իրենց մոտ։ Դատախազը խուսափում ձեզ հետ հանդիպելուց, կամ ծնողի կամ ակցիայի մասնակիցների։ Չեմ կարող ասել, այդ իրեն տվեք այդ հարցը, չեմ կարող ասել։ Իսկ մի հարց էլ, որևէ միջազգային կազմակերպության փաստաբանական խումբը դիմել է այս հարցով։ Այս հարցով չէ, դեռ որևէ դիմել ենք, միջազգային կառույցներին դիմել ենք, գիտեք, ակցիաներով էլ ենք դիմել, մենք չենք դիմել։ Այս պահին որևէ, այս պահին չեմ ուզում դրան անդրադառնամ եւ բացեմ մեր քաղաքարտը։ Իսկ ինչպես է Դավիթի վիճակը դուք տեսնում։ Առավոտյան եմ եղել, ես արդեն ասեցի, գանգատներ ուներ, նույն վիճակներ, անկողնային վիճակում էր, գլխացավեր։ Եղբոր Միքայելը ինչ կասել։ Միքայելի մոտ շատ ծանր հիմա հոգեբանական վիճակ է, բացի առողջականը, որը մենք ուղղակի չենք անդրադառնում, որ տվել եմ ասում առաջնային այս պահին Դավիթն է, բայց գիտեք, երկորյակ եղբայրներ են, շատ ծանր հոգեբանական վիճակում է հիմա Միքայելը։ Միքայելի համար են իր աղոթքներով ինքը իր եղբոր կողքի։